Ինչ էին ակնարկում Եվրոպայում, երբ հորդորում էին Փաշինյանին մտածել Մոլդովայի ընտրությունների փորձը ինչպես կարող է օգտակար լինել Հայաստանի համար։ Like Moldova, from their own experience to a successful democratic elections. Մոլդովան իր փորձով ինչպես կօգնի բարեհաջող ժողովրդավար ընտրություններին։ Բայց Մոլդովայի սեպտեմբերյան ընտրությունների մասին ասում են եղել են արտաքին միջամտության փորձեր, ապա տեղեկատվություն, կիբերանվտանգության խախտումներ, անօրինական ֆինանսավորման փորձեր, քաղաքական մրցակցության սահմանափակումներ։ Եվ ուրեմն ինչ բարեհաջող ընտրություն, որ լավ կլինի, որ Հայաստանում էլ լինի։ Սա ակնարկ էր, բացահայտ, որ մենք ամեն ձև աջակցելու ենք ձեզ, իսկ դրանից հետևությունները շատ հստակ են 26-ի ընտրություններում մենք ամեն ձև օգնելու ենք ձեզ եւ օգնությունը կարա լինի այն, որ ցածրագույն ռեյտինգ ունեցող քաղաքական ուժը ինչ պետք է անի, որպեսզի իշխանություն պահի, ընտրակեղծիքներ, ընտրական ճնշումներ, քաղ բանտարկյալներ եւ քաղ հալածյալներ ունենք, չէ՞։ Որևէ մեկը Եվրամիությունից այդ մասին խոսում է ոչ։ Ալեն Ղևոնդյանը ասում է սխալ է Մոլդովայի ու Հայաստանի խորհրդարանական ընտրությունները նույն հարթության վրա դնելը։ Ընտրությունների ընտրատեղամասների մեծագույն մասը երկրից դուրս էր Եվրամիության երկրներում էր։ Բուն Մոլդովայի ընտրողների մեծ մասը չի մասնակցել ընտրությանը։ Երկրից դուրս քվեարկածների ազդեցությունն է մեծ եղել, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մոլդովականի նման չեն կարող լինել։ Օրինակ, ընդդիմադիրների նկատմամբ աբսուրդի հասնող ճնշումներով։ Հատկապես, երբ Եվրամիության այսպես ասած դաբրոն կա, Մոլդովայում երկու ընդդիմադիր կուսակցության արգելել են մասնակցել ընտրություններին։ Լուրեր են պտտվում, որ Հայաստանում էլ դա կարող են անել։ Խորհրդարանական ընտրությունների շեմին հանկարծ հայտարարել, որ ընդդիմադիր այս կամ այն քաղաքական ուժը ենթադրենք արտերկրից օտարերկրյա ֆինանսավորում ունի, ընտրակաշարք է բաժանում։ Ու կապ չունի, որ դրանք հաստատվող փաստեր չեն։ Կարևորը ֆոնը ստեղծելն է ու այդ ֆոնի տակ իսկապես ընդդիմադիր մրցակիցներին մեկուսացնելը։ Իդեպ այդ կուսակցություններ հանելու հետ կապված նոր կուսակցություններ են գրանցվելու, չի բացառում, որ դրանք չգրանցեն։ Մեր ձևով շարժմանը նկատի ունի քաղաքագետը։ Բանտարկված գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ այս շարժումը քաղաքական հայտ է ներկայացրել կուսակցություն դառնալու համար։ Դարձյալ ըստ պտտվող լուրերի, Արդարադատության նախարարությունն ամեն ինչ անելու է մեր ձևով որպես կուսակցություն չգրանցելու համար։ Ամենևին չեն բացառում, որովհետև միշտ կարելի է գտնել ինչ-որ չհիմնավորված իրականում պատճառներ, որպեսզի ինչ-որ պրոցեսներ, որոնք քաղաքական բովանդակություն ունեն, քաղաքական հայտ են եւ նաեւ վտանգավոր հայտ են կոնկրետ գործող իշխանության համար։ Եվրոպական միությունը պատահական չէ 15 միլիոն եվրո տրամադրում Հայաստանին խաղաղության եւ դիմակայունության համար, ասում են քաղաքական տեխնոլոգիայի մասնագետները։ Պարզաբանում այլ կերպ այդ հատկացումը կարելի է անվանել Հայաստանի միջոցով հարված Ռուսաստանին, տարածաշրջանում դաշնությանը հնարավորինս մեկուսացնելու համար։ Մենք պետք է հասկանանք, որ դեմոկրատիան այնքանով կա, որքանով այդ դեմոկրատիան համապատասխանում է երբեմն Եվրամիության, երբեմն Միացյալ Նահանգների շահերին։ Եվ ուրեմն պետք չէ զարմանալ, որ Եվրոպայում ծափահարում են Հայաստանի այս պահին իրենց սրտով վարչապետին։ Հարցնում, ինչ կարող են անել, Ինչով կարող ենք օգնել։ որ Փաշինյանը մնա ու իրականություն դարձնի առանց ազդեցիկ Ռուսաստանի, ինչու չէ նաև Իրանի տարածաշրջան ունենալու արևմտյան ծրագիրը։ Ալփիս Քեսյան, Նորա Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։